իսկապես օրտնյալ եւ հրաշալի հզոր կասեի հզոր փառաբանություն երկրպագություն տիրոջ ներկայությունը վայելեցինք բոլորս ամեն մինչև այս պահը Տերը մեզ օրհնեց եւ հավատում եմ այստեղից մինչև վերջել ինչու որտեվ նա այստեղ ներկա է ամենագլխավոր անձը այս երեկո այս վայրի մեջ գիտենք չէ ով է Տեր Հիսուս Քրիստոսը ու նա այստեղ ներկա է հավատում ենք նա այստեղ ներկա է եւ մի բան մեր Տերը երբեք դատարկաձեռն չի գալիս նա գալիս է ամեն անգամ մեզ օրհնելու լեցնելու լսելու եւ նաեւ խոսելու մեզ հետ եւ ամեն մեկից տալու մեր կարիքը ամեն ոչ թե ինչ որ մենք ենք ուզում այլ իսկապես նա այն ինչի կարիք որ ունենք ամեն օրհնյալա մեր Տերը ամեն փառքերը նրանն է այո իսկապես սիրում ենք մեր Տիրոջը ես լինում է ժամանակներ անգամներ Պետրոս Սարաքյալի նման, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսին հարցնում էր, գիտենք չեմ ուզում երկարացնեմ, ուղղակի այսպես մեջ բերեմ, որ ասեց. Պետրոս, սիրում ես ինձ եւ երկու անգամ հարցրեց, երրորդ անգամը երբ որ հարցրեց, Պետրոսը այսպիսի բան ասեց. Այո, Տեր, դու գիտես, որ սիրում եմ, դու ամեն բան գիտես։ Եվ ես լինում է ժամանակներ, որ ասում եմ, այո, Տեր, միգուցե սխալական է, միգուցե թերություններ, ոչ ոքս կատարյալ չենք, բայց մի բան ասում եմ Տեր դու գիտես որ ես սիրում եմ քեզ եւ դա ամենակարևորն է որ մեր սրտում մենք սեր ունենանք մեր Տիրոջ հանդեպ եւ այս որ հիմա այսօր դուք այստեղ եք եկել եք ձեր ժամանակն եք տրամադրել դա խոսում է ձեր սիրո մասին հանդեպ առ Աստված որովհետեւ սերը միայն խոսքեր չի ավելի շատ այն ինչ է գործողությունը եւ շատ ժամանակ մեր եկեղեցում էլ ասում ժողովուրդ ջան մեր գործողությունները մեր խոսացածից բարձր են գոռում պետք չի որ շատ գոռանք պետքա ինչ անենք ավելի շատ գործենք ամեն փառք մեր Տիրոջը ինչպես ձեր հովիվն է ասում երբ որ գալիս է մեր եկեղեցի ասում է այսպես ու ես այդպես էլ հավատում եմ ասում որ դուք ամենալավ եկեղեցին եք այնպես որ ժողովուրդ ջան դուք ամենալավ եկեղեցին եք եւ ձեր հովիվն էլ Արթուր հովիվը ամենալավ աշխարհի ամենալավ հովիվն է Փառք մեր Տիրոջը իսկապես սա այդպես է եթե այդպես հավատաք ձեր հոգով սրտով ու ամբողջ էությունով կնվիրվեք այս վայրին այս ծառայություններին եւ ասենք միայն եւ միայն դրականի վրա կկենտրոնանաք ամեն փառք մեր Տիրոջը այսպես են վերնագրել այսօրվա խոսքը կենթանարար եւ բուժող ջրեր ինչպես Պողոս Առաքյալն է ասում որ մենք այստեղ երբ որ քարոզում ենք մեր անձերը չենք քարոզում այսինքն մենք մեզանից ինչ որ բաներ չենք եկել ասելու այլ քարոզում ենք կենթանի Աստծո խոսքը ամեն ուրեմն երբ որ լսում եք քարոզ երբ որ լսում ենք կենտրոնանանք թե Աստված ինչ է ուզում ասի մեզ ինչպես որ ասացի որ մենք թողել ենք մեր ամեն բաները ժամանակ ենք տրամադրել եւ եկել ենք այստեղ ուրեմն եկեք մեր ժամանակը թանկ գնահատենք ու այս ժամերը որ եկել ենք կտրվել ենք մեր գործերից եւ այլն կենտրոնացնենք մեր ամբողջ ուշադրությունը Տիրոջ խոսքին որտեւ Տիրոջ խոսքը կենթանի խոսք է ու կարող է խոսել մեր սրտերի հետ ու մեզ կյանք տալ երբ որ մենք ամբողջ ուշադրությամբ հիմա թողեք ամեն բան բոլորին ով չեկավ ով եկավ այս խոսքը վերցնենք ամեն մեկս մեզ համար որտեվ Տերը խոսում է որտեվ Տիրոջ խոսքը կենթանի է ամեն այո բուժող եւ կենթանարար ջրեր իրականում ամեն մեկս մեր կյանքում ունենք խնդիրներ չլուծված հարցեր դժվարություններ Եվ ես կասեի, որ շատ հարցեր, որ շատ ժամանակ կապված է մեր զավակների հետ, չէ, ասենք մեր ընտանիքների հետ, կամ ասենք մեր ամուսինների հետ, որ հատկապես երբ որ նրանք ապաշխարած չեն, ու շատ ժամանակ կարծես ելք չեն գտնում, լուծում չեն գտնում, բայց մի բան, որ գիտենք, որ այո, Աստված մեզ դրել է որպես լույս, չէ, դրել է որպես լույս, որպեսզի ինչ անենք, լուսավորենք մեր շրջապատը, որպեսզի ազդենք մեր շրջապատի վրա եւ նաեւ որոշ չափով ես կասեի ավելի մենք Աստված մեզ վրա դրել է պատասխանատվություն մեր շրջապատի համար բայց ամեն բանից առաջ ինչպես շատ ժամանակ մեզ մոտ եմ ասում որ նախ իմ ընտանիքի առաջ իմ շրջապատի մեջ աշխատանքի վայրում եւ այլն եւ հետո նոր ասենք մեր
շրջապատում։ Ամեն, այդպես է թե այդպես չի։ Եթե ես լույս եմ, եթե ես ազդեցություն եմ իմ ընտանիքում եւ նաեւ իմ շրջապատում, իմ գործի տեղը, ես կարծում եմ նաեւ կլինեմ այդ ազդեցությունը Աստծով իմ շրջապատի մեջ եւ նաեւ այս քաղաքում։ Ամեն, մարդիկ Աստծո կարիք ունեն։ Ունեն թե չունեն, ժողովուրդ ջան։ Մեր ընտանիքներում կան հարցեր չլուծված։ Բա ոնց լուծենք այդ հարցերը։ Շատ բաներ կա, որ մենք ուզում ենք անենք, բայց մեզանից չի, չէ՞ կախված։ Ուրեմն տեսնենք ինչ կարող ենք անել։ Ուզում եմ կարդանք Եզեկիելի մարգարեության 47-րդ գլխից։ Ունենք գրքեր, iPad-ներ, տաբլետներ, կարող ենք բացել, հետևել Տիրոջ խոսքը։ Այսպես է ասում Եզեկիելի մարգարեության 47-րդ գլուխ, որ խոսում է ջրերի մասին։ Առաջի 2-3 համարը չենք կարդա, 3-ից կկարդանք, ասում է. Մարդը դեպի արևելք դուրս գնալից մի լար ուներ ձեռքին եւ 1000 կանգուն չափեց եւ ինձ ասա անցկացրեց ջրերովը, ջրերը մինչեւ գարշապարս էին եւ նա չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերովը, ջրերը մինչեւ ծնկներս էին եւ չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերը մինչեւ մեջքս էին եւ չափեց 1000 էլ ու մի գետ, որով չկարողացա անցկենալ, որովհետև ջրերը հորդել էին, լողալու ջրեր էին, եւ մի այնպիսի գետ, որ չէր կարելի անցկենալ։ Ամեն։ Ուրեմն կարդում ենք այստեղ կարծես 4 անգամ, որ չափվեց 4 կատեգորիա, 4 ձև, 4-ը ասենք իրավիճակ։ Երբ որ առաջին անգամ չափեց մինչև գարշապարը, լավա, փրկված ենք եւ այլն, բայց դա բավարար չէր։ Հետո նորից չափեց մինչև ծնկները, կարծես մարդը ուզում է, որոշումներ է կայացնում, նվիրում է Աստծուն, դա էլ բավարար չէր եւ նորից չափեց մինչև գոտկատեղը։ Եվ այստեղ մարդը գետի մեջ էր, գետի մեջ։ Գետը գիտենք ինչ է։ Տեսել ենք գետ։ Գետը հոսող ջուր է, ինչով է տարբերվում ծովից կամ լճից։ Իրականում դա հոսող ջուր է։ Ես երբ որ փոքր էի գնում էի մեր գյուղ ու այնտեղ մտնում էինք ջրի մեջ, գետ էր դա։ Երբ որ շատ էր բարձրանում, դա վտանգավոր էր եւ մեզ թույլ չէին տալիս մտնել։ Ինչու որտեղ վտանգ կար այդտեղ։ Որտեղ երբ գետը բարձրանար ու վարարեր, մենք չէինք կարող այնտեղ լողանալ։ Եթե մարդը նույնիսկ շատ լավ է լողանում, գիտի որ որքան վտանգավոր է գետում լողանալը։ Եվ այստեղ կարծես մինչև գոտկատեղը որ չափեց, ասեց բավարար չի։ Այո, մարդը միգուցե փրկվի, միգուցե նվիրվի Աստծուն, որոշումներ կայացնի, ծառայի, բայց ինչումներ բանը, մինչև գոտկատեղը, պատկերացրեք, մինչև գոտկատեղը մարդը ջրի մեջ է, ու ասենք ջուրը հորդալով գալիս է, բայց մարդը ինչ որ ձև կարող է, չէ՞, ջրի մեջ դեռ քայլի։ Դեռ իր կամքը կարծես կարողանում է թելադրի, իր ուզածով անի այդ ջրի մեջ։ Բայց երբ որ մեկ անգամ էլ չափեց 4-րդ անգամ այդ ջրերը բարձրացել էին, գրված է, որ այնտեղով այլևս անհնարին էր, որ մարդը անցկենար, որովհետև դրանք լողալու ջրեր էին։ Մենք դեռ կանրադառնանք այս մասին, թե ինչ է ուզում Աստված մեզ սովորեցնի այս հատվածով եւ շարունակությունը կարդանք, թե ուր գնացին այդ ջրերը։ Եվ ասում է, ինձ ասաց. տեսնում ես մարդի որդի, եւ ինձ տարավ ման ածեց գետի եզերքին։ Ես ման էի գալիս ահա գետի եզերքին, խիստ շատ ծառներ կային այս կողմից, այն կողմից։ Եկեք մի հատ պատկերացնենք այդ հատվածը։ Գետը գնում է ու ծառները այս կողմից, այն կողմից, եւ ասում է ինձ ասաց. այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը, դուրս են տարվում ծովը, որ առողջանան նրա ջրերը։ Եվ պիտի լինի, որ ամեն կենդանի շունչ, որ շարժվում է ամեն տեղերում, ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրե եւ ձուկը խիստ շատ պիտի լինի։ Ինչու՞։ Որովհետև այս ջրերը այնտեղ պիտի գնան եւ նրանք պիտի բժշկվեն եւ ամենքը պիտի կենթանանան, ուր որ գետը գնա։ Եվ գրված է 11-րդ խոսում, ասում է, կարդանք 12-ը, ասում է, եւ գետի վրա նրա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառներ բուսնեն։ Նրանց տերևը չի թափի եւ նրանց պտուղը չի վերջանա։ Ամեն ամիս նրանց պտուղ պիտի տա։
Ամեն, օրհնյալ է մեր Աստվածը։ Այո, փառք մեր Տիրոջը, այս գետը հորդում էր, ու այստեղ այսպես է նկարագրում, որ նրա աջ կողմը, ձախ կողմը ծառներ կային, եւ ասում է այս գետը որտեղ որ գնում էր, այս վարարած գետը գնում էր, գրված է որ ջուրը բժշկվում էր, երբ որ ջուրը բժշկվում էր, նրա միջի գետի, այդ գետի միջի ջրերը նրանք ինչ էին անում, առողջացնում էին, կենթանացնում էին ձկները, ասում է որ այնտեղ շատ ձկներ կային եւ նաեւ տարբեր տեսակ ձկներ կային։ Ինչի մասին է ձուկը, ինչա նշանակում ձուկը։ Մարդիկ, հիշում եք այն հատվածը, որ Տեր Հիսուսը ասեց Պետրոս առաքյալին, ասեց, երբ որ նրան կանչում էր, ասեց թող այդ պուրկանները, թող այդ ձկները, ասեց ես քեզ մարդկանց որսորդ եմ դարձնելու։ Այստեղ կարդում ենք, որ երբ որ այս ջրերը գնացին, բժշկեցին այն ջրերը եւ այդտեղի մեջի ձկները ոչ թե առողջացան, այլ կենթանացան։ Այո, նրանք մեռած էին եւ կենթանացան։ Եվ ասում է, որ այդ գետի շուրջի ծառները, որ նորից խորհրդանշում է մարդկանց, որտեղ Տեր Հիսուսը ինքը ասեց, որ երբ որ մարդը պտուղը ծառից են, չէ՞ ճանաչում։ Ի նկատի ուներ, այդ ծառը նկատի ուներ մարդուն։ Նաեւ Սաղմոս 1-ի մեջ կարդում ենք, որ մարդուն համեմատում է նորից ծառի հետ, ասելով, որ նա երբ որ տնկված է գետերի մոտ, ինչ կտա, տերև կտա, պտուղ կտա եւ նրա տերևը չի թառավի։ Ինչևից է ձկները, ծառները դրանք մարդիկ էին։ Երբ որ այս ջրերը գնում էին, այս գետերը գնում էին, առողջացնում էին ծառները, նրանց տերևները, որոնք ձեռք էին բերում բժշկարար հատկություն, հարցեր լուծող հատկություն, կյանք տվող հատկություն եւ նաեւ կենթանանում էին բոլոր ձկները։ Ամեն, օրհնյալ է մեր Աստվածը։ Այո, Տեր Հիսուսը խոսեց այդ մասին, ասելով, որ պետք է ինչ անենք, փնտրենք իրեն, այն կենթանի խոսքը, կենթանի ջուրը, որ նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Օրհնյալ է մեր Աստվածը, այստեղ կարդացինք, որ երբ որ մարգարեն չափում էր այդ հատվածները չափում էր, որ մինչև գարշապարը, մինչև ծնկները, մինչև գոտկատեղը եւ նաև եկավ այն մակարդակը, որ այլևս հնարավոր չէր քայլել, այլ մարդը ինչ էր անում, այլևս լողում էր, այլ կերպ ասած գետը, այդ ջուրը տանում էր մարդուն այնտեղ, որտեղ որ պետք էր, այնտեղ որտեղ որ նպատակն էր, այնտեղ որ ինքն էր գնում, այնտեղ որ ուզում էր գետը։ Ոչ թե մարդն էր արդեն որոշում ինչ անի, այլ գետն էր տանում նրան այնտեղ, որտեղ որ ինքը գնում էր։ Իրականում ինչի մասին է, ինչա նշանակում է գետը։ Կարանք խոսանք ժողովուրդ ջան, ասենք, ինչ ենք մտածում։ Դա խոսում է Սուրբ Հոգու լեցունության մասին։ Ամեն։ Եսայի մարգարեն 44:3-ում ասում է. ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա եւ պիտի թափեմ իմ հոգին սերունդների վրա։ Այստեղ տեսնում ենք, կարծես մի համեմատականի մեջ է դնում, որ ասում է ջուր պիտի թափեմ ծարավի վրա, հեղեղներ չորության վրա։ Մենք կարդացինք այնտեղ, որ այդ ջրերը գնում էին նաև անապատը, ինչ անելու, ջրելու ու ծաղկեցնելու, եւ նաև իմ հոգին պիտի թափեմ քո սերունդների վրա։ Եվ հետո նաև առաջի Հովանես 5:6-9-ում կարդում ենք, չեմ կարդա բառացի կասեմ, որ այսպես է ասում, որ երկնքում երեքն են, որ վկայում են՝ Հայրը, Բանը եւ Սուրբ Հոգին։ Այսինքն Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, եւ նրանք մեկ են կամ միաբան են։ Իսկ երկրի վրա երեքն են, որ վկայում են՝ Հոգին, ջուրը եւ այրունը։ Եվ նրանք գրված է, որ միաբան են, այսինքն մեկ են, նրանք ունեն նույն գործողությունը, ինչպես ջուրը, ինչպես այրունը, նաև հոգին, որոնք գործում են, երբ որ գործում են մեր մեջ, դրանք մաքրում են, դրանք սրբում են, ինչպես ջուրը, ինչպես այրունը, այնպես եւ Սուրբ Հոգին, երբ որ գործում է մեր մեջ, մաքրում է, սրբում է եւ նաև կյանք է տալիս, ինչպես մեզ, այդպես նաև մեր շրջապատին,
Ամեն, օրհնյալ է մեր Աստվածը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը ինքը ասեց, որ Հովհաննեսի ավետարանի 16-րդ գլխում ասեց, ինչ ասեց։ Ասեց լավ է, որ գնամ։ Ինչու՞, որտեղ ասում է, երբ որ ես գնամ, Սուրբ Հոգին մխիթարիչը կգա ձեզ։ Ու ասեց, որ ձեզ կառաջնորդի ամեն ճշմարտության։ Եվ ասաց, որ ինքն իրենից ոչինչ չի ասի, չի սովորեցնի ձեզ, այլ ինչ որ ինձանից կվերցնի, այն կսովորեցնի ձեզ։ Այսինքն այստեղ տեսնում ենք կարծես, որ Տեր Հիսուսը ինքը ասեց, որ այո, ես հիմա երկրի վրա եմ, ես գնում եմ, բայց ավելի լավ ձեզ համար, ժողովուրդ ջան, ավելի լավ մեզ համար, որ հիմա Հիսուսը գնացել է։ Մենք շատ ժամանակ ասում ենք, վայ Երանի այն ժամանակները, երբ որ մարդիկ քայլում էին Տիրոջ հետ, բայց Տերն ասում է, ոչ, ավելի լավ է, որովհետև հիմա Սուրբ Հոգին է եկել։ Այն Սուրբ Հոգին, որ գրված է մխիթարության հոգին, առաջնորդող հոգին, նաև Զաքարիա մարգարեն ասում է զորության հոգի, աղոթքի հոգի։ Ամեն, օրհնյալ է մեր Տեր Աստվածը, Սուրբ Հոգին, որ կարող է մեզ առաջնորդել, երկյուղի հոգի, զորության հոգի, որ գործում է մեր մեջ, երբ որ մենք տեղ ենք տալիս նրան։ Այո, լավ է, որտև մենք հիմա ինչ ենք, Սուրբ Հոգու տաճար ենք։ Մենք ամեն մեկը Սուրբ Հոգու տաճար ենք։ Եթե Հիսուսը գնում էր այս վայրից կամ այն վայրը, հիմա մենք ամեն մեկս Սուրբ Հոգու տաճար ենք։ Սուրբ Հոգին դա զորություն չի, պարզապես, կամ ինչ որ մի ուժ չի, կամ հասկացողություն, գաղափար չի, որ գիտենք դրա մասին, կամ հավատում ենք։ Սուրբ Հոգին Աստված է։ Այո, Աստված է։ Սուրբ Հոգին Աստված է, Սուրբ Հոգի Աստվածը մեր մեջ է բնակվում։ Ինչպես կարդացինք, ասում է, երկրի վրա այս երեքն է, որ վկայում են Հոգին, ջուրը եւ այրունը։ Այսինքն Սուրբ Հոգին մեր մեջ գործում է կամ կարող է գործել այն ժամանակ, երբ որ մենք տեղ ենք տալիս նրան, երբ որ մենք լցվում ենք այդ հոգով, երբ որ մենք լցվում ենք Աստծով։ Այսինքն ինչ է նշանակում լցվել Աստծով։ Մենք ունենք մեր հասկացողությունները, մեր մտածելակերպը, մեր փորձառությունները, մեր կամքը, բայց երբ որ լցվում ենք Աստծով, այո, մենք լցվում ենք նրա իմաստությունով, նրա գիտությունով, նրա հանճարով, որտեղ Սուրբ Հոգին ինքը գիտության հոգի է, հանճարի հոգի է, իմաստության հոգի է։ Շատ հարցեր մեր կյանքում, մեր ընտանիքներում եւ հատկապես մեր զավակների հետ կապված, որ կարծես ամենադժվար բնագավառն է մեր կյանքի, շատ ժամանակ կամ ամուսինների հետ կապված, չենք կարողանում հասնել նրանց, չենք կարողանում միգուցե նրանց եկեղեցի բերել, չենք կարողանում նրանց հասկացնել Աստծո խոսքի ճշմարտությունները, բայց երբ որ Սուրբ Հոգին մեզ գործում է, մեզ լցնում է իր իմաստությունով, իր գիտությունով, իր խոսքով, այդ ժամանակը, որ կարողանում ենք ոչ թե մեր խոսքը տալ, այլ Աստծուց եկած խոսք տանք։ Ամեն։ Որ ոչ թե քանդենք, ոչ թե վնասենք, ոչ թե ավելի հեռացնենք մարդկանց, այլ իսկապես Աստծո հոգով կարողանանք այդ մարդու կյանքում գործ կատարել։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Այո, լցվենք նրանով, լցվենք նրա զորությունով, նրա կարողությունով, նրա իմաստությունով, նրա գիտությունով, նրա հոգով։ Աստված ուզում է գործի մեր մեջ, ժողովուրդ ջան։ Ինչպես որ Զաքարիա մարգարեն ասում է, ոչ ուժով է, ոչ զորությունով է, հապա ինչով է, հապա Աստծո հոգով է։ Ամեն։ Մեր ուժով, մեր կարողությունով, մեր իմաստությունով չի, մեր նույնիսկ փորձառություններով չի, մեր իմացածով չի, այլ Աստծո հոգով է։ Ամեն, ինչպես Պողոս առաքյալն է ասում, որ իմ քարոզչությունը, իմ վկայությունը կլինի տան աշխատանքի վայրում, չլինի մարդկային համոզիչ խոսքերով, մարդկային իմաստության համոզիչ խոսքերով։ Այսինքն ես փորձեմ համոզել, ու շատ ժամանակ մարդիկ այնպիսի հարցեր են տալիս, ասում են, բա որ Աստված կա ինչի էսպես, ինչի այնպես, ու մենք սկսում ենք, ես ինձ բռնացրել եմ, ոնց որ Աստծուն արդարացնենք կամ պաշտպանենք Աստծուն, դե գիտես, սենց նենց, Աստծուն պաշտպաններ պետք չեն։ Պետք չի, որ մենք Աստծուն արդարացնենք։
Հասարակ մի հարց ասում են, դե որ Աստված կա, ինչու են այսքան մարդիկ սոված։ Մի հատ հարց տուր, ասա դու քանի հոգու ես օգնել։ Քանի հոգու ես կերակրել, որ այսպես անհանգստացած հարցնում ես։ Իրականում պետք չի, որ մենք Աստծուն պաշտպանենք կամ ասենք արդարացնենք, առավել եւս չենք էլ կարող։ Բայց պետք է, որ մենք ինչ անենք, լցվենք Սուրբ Հոգով, որպեսզի մեր վկայությունը, մեր քարոզչությունը չլինի մարդկային իմաստության համոզիչ խոսքերով, այլ հոգու զորության ապացույցներով։ Այո, նրանք առաջինը մեր կյանքում տեսնեն Աստծուն։ Նրանք առաջինը մեզ տեսնեն որպես Աստծո զավակ եւ ավելի շատ, ինչպես սկզբից ասացի, որ մեր ապրելակերպը, մեր վարքը, մեր խոսքերն է մարդկանց վրա ազդում, քան որ մեր, ասենք, բառերը կամ վկայելը։ Ինչպես որ մի շատ հայտնի խոսք կա, ասում է, գնա մարդկանց վկայի, եթե պետք լինի, բառեր էլ օգտագործի։ Եթե ես տանը չեմ ներկայացնում ճշմարիտ Քրիստոսին, եթե ենթադրենք, լավ, մի այսպիսի ամենապարզ բաներից մեկ, ամբողջ օրը բամբասում եմ, խոսում եմ, ու մանավանդ եթե եկեղեցուց եմ բամբասում, մանավանդ եթե հովվից կամ ծառայողից, հաստատ իմացի, քո ընտանիքի այդ անդամը երբեք չի ուզենա ոտք դնի քո եկեղեցի։ Եթե ես ճիշտ Քրիստոս չեմ ներկայացնում, առաջին հերթին նորից եմ ասում, իմ տանը, իմ երեխեքի մոտ, իմ ընտանիքում, իմ ամուսնու մոտ, ուրեմն հույս չունենամ, որ այդ մարդը դարձի գրա ու կապաշխարի։ Այսինքն ամեն բանից առավել ուշադրություն դարձնենք մեր անձերին եւ թույլ տանք, որ այս Սուրբ Հոգին գործի մեր մեջ եւ առաջին հերթին բժշկի մեր սիրտը, մեր կյանքը, մեր զգացմունքները եւ մեր ամբողջ կամքը, ինչ անենք, տանք Տիրոջը, համաձայնվենք մեր կամքով, մեր կամքը հանձնենք Տիրոջ կամքին, որպեսզի Տերը եւ Սուրբ Հոգին մեզ առաջնորդեն։ Այո, անի Տերը այնպես, ինչպես որ ինքն է կամենում։ Ինչու ասացի, որ ասենք, այո, Պետրոսին նա կանչեց եւ ասեց, քեզ մարդկանց ծկնորս եմ սարքել, մարդկանց որսորդ եմ սարքելու։ Ավելի ցայտուն օրինակ այս ջրերի հետ կապված եւ այս ձկների, այս ծառների, ես կարծում եմ ավելի ցայտուն օրինակ չկա, քան Պետրոսի օրինակը։ Զաքարիան ասում է, ոչ ուժով է, ոչ կարողությունով, այլ Աստծո հոգով է։ Իրականում Պետրոսը մեկն էր, որ ուժել ուներ, կարողություն ուներ, կարծես խիզախել էր, չէ՞։ Հիշում ենք, թեկուզ ֆիլմերից էլ տեսել ենք, չէ՞, որ ասենք, երբ որ Տեր Հիսուսը մի բան էր ասում, ոնց որ այն մի հատ հայկական խոսք ունենք, չէ՞, ջարդած գթալի պես ասում ենք, մեջ ընկավ էլի, մեր Պետրոս Առաքյալը շատ խիզախ էր, համարձակ էր, ինչ ասում էր Հիսուսը, նա անմիջապես մի բան ասում էր։ Եվ երբ որ Տեր Հիսուսն ասեց, որ պետք է գնա, պետք է խաչվի եւ նաեւ պետք է հարություն առնի, Պետրոս Առաքյալն ասեց, ոչ, քավ լիցի, այդպիսի բան չի լինի։ Բայց Տերն ինչ ասեց, սկզբից ասեց հետից գնա սատանա։ Եվ հետո երբ որ նա ասեց, որ ես քո հետ մինչև մեռնելու էլ պատրաստ եմ, Տերն ինչ ասեց։ Ասեց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ հավը չխոսած դու 3 անգամ ինձ կուրանաս։ Ինչու, որտեվ այո, Պետրոսը թեև կարծում էր, որ ինքը ուժեղ է, ինքը զորավոր է ու խիզախ էր։ Հիշում ենք, որ երբ որ եկան Հիսուսին ձերբակալեն այն գիշերը Գեթսեմանի պարտեզում, նա դուրս եկավ եւ կտրեց քահանայապետի ականջը, ծառայի ականջը։ Կարծես ուներ այդ խիզախությունը, կարծես անվախ էր, բայց երբ որ եկավ պահը Տիրոջ անունը վկայելու, դավանելու, նա գրված է, որ 3 անգամ ուրացավ Տիրոջը։ Ինչու, որտեղ նրա մարդկային ուժը, մարդկային զորությունը, կարողությունը մինչև այդտեղ կարող էին Պետրոսին հասցնել, որտեղ երբ որ եկավ դավանելու, վկայելու պահը, իր վախերը սկսեց իշխել իր վրա, եւ ինքը առաջնորդվեց ոչ թե այն ամենով, որ ինքը տեսել էր, լսել էր, իրականում նա 3 տարի քայլել էր վարդապետի հետ, ոչ թե վարդապետներից մեկի, ուսուցիչներից մեկի, այլ նա 3 տարի քայլել էր վարդապետի հետ եւ անձամբ սովորել էր Տեր Հիսուս Քրիստոսից, բայց այդ ամեն գիտությունը, փորձառությունը, ներողություն եւ նաեւ այն բանը, որ ինքը ուներ փորձառություն մարդկանց բժշկելու, կարդում ենք, չէ՞, որ Տեր Հիսուսն ուղարկել էր, որպեսզի նրանք գնային, բժշկեն, դևեր հանեն եւ այլն եւ այլն, դա էլ չօգնեց դավանելու պահին։ Այդ ամենը կարծես զրո դարձավ։
Դա չտվեց նրան այն ուժը, կարողությունը, զորությունը, որպեսզի նա դավանի Տիրոջը, որ ասի այո, ես հավատում եմ Տիրոջը, ես նրա հետևորդն եմ, որովհետև նրա մարդկային զորությունը, նրա մարդկային կարողությունը փորձության պահին զրո էր, որպեսզի դիմակայեր այն մեծ հարձակմանը, այն մեծ փորձությանը, որ պատրաստվել է, որ ինքը պետք է անցներ դրա միջով։ Այսինքն, եթե մենք լցված չլինենք հոգով, մեր կարողությունը այսպիսին է։ Մենք կկարծենք, թե կդիմանանք, մենք կկարծենք, թե մենք հզոր ենք, մենք զորավոր ենք, բայց իրականում փորձության ժամանակ պարտության կմատնվենք։ Եվ այո, նա առաջնորդվեց իր վախերով, նա առաջնորդվեց իր զգացմունքներով։ Վախը ավելի մեծ էր, քան այն ինչը, որ ինքը գիտեր ու տեսել էր ու սովորել էր։ Եվ նա ուրացավ Տիրոջը։ Ինչու՞, որտեղ վախեցավ իր կյանքի համար, միգուցե նրան սպանեին։ Բայց երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գրված է, որ հարություն առավ եւ երևաց նրանց, ինչ ասեց։ Ասեց, դե արդեն պատրաստ եք, գնացեք ամբողջ աշխարհը եւ քարոզեք։ Չէ, չասեց այդպես։ Ասեց, մնացեք Երուսաղեմում։ Մնացեք Երուսաղեմում, մինչև վերից ինչ կառնեք, զորություն կառնեք։ Մնացեք Երուսաղեմում։ Այո, մենք միգուցե մտածենք, այս ժամանակ են կորցնում, մարդիկ փրկության կարիք ունեն եւ այլն, բայց Տեր Հիսուսը գիտեր, որ նրանք առանց երկնային զորության չեն կարող ոչինչ անել, ոչ ոք էլ չեն կարող փոխել։ Եվ ասաց, այդ պատճառով մնացեք Երուսաղեմում, մինչև վերևից զորություն կառնեք։ Եվ այն ժամանակ, միայն այն ժամանակ, երբ որ այդ զորությունը կառնեք, երբ որ այդ զորության հոգին կգործի ձեր մեջ, դուք կարող եք իմ վկաները լինել։ Եվ կարդում ենք Գործք առաքելոց 2-րդ գլխում գրված է այսպես. երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, բայց մինչ այդ առաջին գլխում կարդում ենք, որ նրանք Քրիստոսի մայր Մարիամի հետ եւ քույրերի հետ ամեն օր ինչի մեջ էին, աղոթքի մեջ էին եւ փնտրում էին Տիրոջը։ Նրանց Տեր Հիսուսը ոչ մի ժամ չէր ասել, ժամանակ չէր ասել, չէր ասել քանի օր, քանի ժամ, քանի ամիս, ասել էր մնացեք։ Եվ կարդացինք, որ նրանք հնազանդվեցին Տիրոջ պատվերին։ Այո, նրանք մնացին Երուսաղեմում, բայց ոչ թե այսպես։ Դե Տեր ջան, զորացրա, լցրա, դու արա։ Չէ, երբ եկավ Սուրբ Հոգին։ Գրված է, որ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը մեկտեղ էին, միաբան մեկտեղ էին, աղոթքի մեջ էին, Տիրոջը փնտրելու մեջ էին, եւ գրված է, որ սաստիկ քամու ձայն լսվեց, եւ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցին, եւ Սուրբ Հոգին կարծես կրակից լեզուներ ամեն մեկի վրա նստեց, եւ բոլորը սկսեցին օտար լեզուներով խոսել, ու գրված է, որ հրաշալիքներ էին խոսում, փառաբանում էին Տիրոջը, այնպես որ շրջակա բոլոր մարդիկ, որ եկել էին Պենտեկոստեի տոնը նշելու, գրված է, որ նրանք ասում էին խելագարվել են, գժվել են, բայց նաև գրված է, որ նրանք զարմանում էին, ասում էին, այս մարդիկ մեր լեզվով են խոսում, ինչպես կարող են այս անկիրթ, այս ձկնորս, այս անտաշ մարդիկ այսպես խոսել մեր լեզուներով, զարմանում էին, բայց որն էր կարևորը այսօրվա մեջ, ով էր, որ դուրս եկավ ու քարոզեց։ Այո, Պետրոսը, այն նույն Պետրոսը, որ մի քանի օր առաջ, ընդամենը մի քանի օր առաջ, 50 օր առաջ ուրացել էր Տիրոջը, եւ ոչ միայն ուրացել էր, այլ նաեւ անիծել էր։ Այդ նույն Պետրոսը այլևս նույնը չէր, նա լցվել էր Սուրբ Հոգով, այլևս գնացել են նրանից վախերը, ամոթը, այն ամենը, որ իրեն տարավ նրան, որ նա ուրացավ Տիրոջը, նա դուրս եկավ գրված է համարձակությունով ու քարոզեց, վկայեց, խոսեց իրենց նահապետ Դավիթից եւ նաեւ մի շատ համարձակ հայտարարություն արեց, ասեց այն Հիսուսին, որ եկավ այսպես բաներ ասեց, գրված է, որ դուք սպանեցիք։ Պատկերացնում եք ինչպիսի համարձակ քայլ։ Նա շատ լավ էր հասկանում, որ նրանք կարող էին դրա համար բռնել ու
սպանել, բայց նա այլևս չէր ղեկավարվում իր վախերով։ Նա չէր ղեկավարվում իր վախերով, այլ ինչով էր ղեկավարվում, ումով էր ղեկավարվում։ Սուրբ հոգով։ Այո, այն զորության հոգին գործեց իր մեջ, եւ նա դուրս եկավ եւ զորավոր կերպով, քաջ կերպով, անվախ կերպով վկայեց Տիրոջ խոսքը եւ մարդիկ փոխարենը որ նրանց կբռնեին, կհալածեին կամ կսպանեին, գրված է բոլորը դարձի եկան ու ասացին. մարդիկ, եղբայրք, ինչ անենք։ Ինչի որտեղ ոչ ուժով է, ոչ զորությունով է, այլ Աստծո հոգով է։ Չենք կարող մարդկանց մեր իմացած գիտությունով համոզել։ Եվ միայն Աստծո հոգին է, որ կարող է կպնել մարդու սրտին։ Մարդու սիրտը այնքան քար է, մարդու սիրտը այնքան հպարտ է, այնքան կարծր է, որ եթե Տերը չկպնի մեր միջոցով, մարդը չի կարող կոտրվել, դարձի գալ, այո, խոնարհվել Աստծո առջև։ Եվ երբ որ Պետրոսը ասեց. «Ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով», գրված է, որ այդ օրը 3000 հոգի ավելացավ։ Այսինքն 3000 հոգի դարձի եկան, ապաշխարեցին եւ Տիրոջը ընդունեցին։ Եվ այդպես սկսվեց Տիրոջ գործը։ Մենք ասում ենք առաքյալների գործը, այսինքն գրված է, չէ, գործ կառաքելոց, հենց գրքի վերնագիրն է առաքյալների գործ, բայց իրականում դա Սուրբ Հոգու գործն էր։ Ամբողջ գրքում Սուրբ Հոգու գործն էր ու միջոցով առաքյալների միջոցով։ Այո, Աստված կարիք ունի մարդկանց, բայց մարդիկ գործելու համար կարիք ունեն Սուրբ Հոգուն։ Առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո կձախողվենք, կհիասթափվենք եւ ոչինչ չենք կարող անել։ Մենք չենք կարող մարդկանց փոխել։ Եվ գրված է շարունակության մեջ մյուս գլուխներում, որ Պետրոս առաքյալը քարոզում էր, կաղը բժշկվում էր։ Այն մյուս գլխում, 4-րդ գլխում, որ երբ որ նա վկայեց, գրված է, որ հոգևորների թիվը, հավատացյալների թիվը դարձավ 5000 հոգի։ Պատկերացնում եք, ժողովուրդ ջան։ Այո, Պետրոսը ինչ էր անում։ Ամեն, լողում էր։ Ջուրը ոչ թե միջև Պետրոսի գարշապարն էր, որ ինքը գնար որտեղ ուզում էր, ոչ թե ծնկներն էր, ոչ թե գոտկատեղն էր, այլ նա լողում էր այդ ջրերի մեջ։ Այսինքն այդ ջրերը նրան տանում էին այնտեղ, որտեղ որ Աստված ուզում էր։ Եվ ամեն ուր որ գնում էր, տանում էր այդ ջրերը, կյանք էր տալիս։ Այո, մարդիկ կենթանանում էին, ծառների տերևները բժշկվում էին։ Ինչի՞, մի շատ կարևոր բան։ Ինչու էին այդ ջրերը այդպես կենթանարար։ 12-րդ խոսքում։ Ասում է, վերջի հատվածը ասում է. ամեն ամիս նորից պտուղ պիտի տա, որովհետև նրա ջրերը սրբարանից են դուրս գալիս եւ նրանց պտուղը ուտելու համար է եւ նրանց տերևները բժշկության համար։ Այո, ինչու էր որ այս ջրերը այդպիսի բժշկարար, այդպիսի կենթանարար հատկություն ուներ։ Մի պարզ պատճառով, որովհետև այդ ջրերը որտեղից էին դուրս գալիս, սրբարանից էին դուրս գալիս։ Ինչու էր որ Պետրոս առաքյալը խոսում էր, քարոզում էր ու մարդիկ դարձի էին գալիս, որովհետև այդ ջրերը սրբարանից էր դուրս գալիս, որովհետև Սուրբ Հոգին էր գործում իր միջոցով։ Եվ նաև հետաքրքիր է մի բան, եւ քանի որ այդ ջրերը նրան տանում էին այնտեղ, որտեղ որ Աստված էր ուզում, մի շատ կարևոր հատված կա Գործ Քառաքելոց 10-րդ գլխում, որ Պետրոս առաքյալը չէր ուզում անել։ Մի բան կար, որ նա չէր ուզում անել։ Երբ որ Տեր Հիսուսը նրան տեսիլքով ցույց տվեց մի սկուտեղ, որ շատ ասեն կենթանիներ կային ու հրյա ժողովրդի համար պիղծ էր այդպիսի կենթանիները ուտելը, նա ասեց քավ լիցի Տեր, ես բնավ չեմ կերել ու չեմ ուտի, բայց դա խորհուրդ ուներ իր մեջ,
Տեր Հիսուսը չէր խաչվել միայն հрьяաների համար, չի խաչվել մենակ ձեզ համար, ժողովուրդ ջան։ Չի խաչվել միայն մեզ համար։ Նա խաչվել է ամբողջ աշխարհի մարդկության համար, նաև այն հարևանի համար, այն աշխատակցի համար, որ միգուցե այնքան էլ չես սիրում, նրա համար էլ է խաչվել։ Ու Պետրոսը, ես ինչ ես ասում, Տեր ջան, որ կարծես թե Տերը չգիտեր, ասեց, քեզ ասում եմ Պետրոս, մորթիր եւ կեր, եւ այն ամենը, որ ես մաքուր եմ անվանում, դու պիղծ մի համարի։ Եվ տարավ Պետրոսին Կորնելիոսի տունը, մի մարդ, որ հեթանոս էր, բայց Աստծուն էր փնտրում։ Եվ գրված է, որ երբ որ նա մտավ, քարոզեց, խոսեց, այնտեղ ամբողջ տունը դարձի եկան ու բոլորը Սուրբ Հոգով մկրտվեցին։ Այո, այլևս այն նույն Պետրոսը չէր, այն վախկոտ Պետրոսը չէր, ոչ էլ այն առաջվա համարձակ խիզախ Պետրոսն էր։ Հիմա Պետրոսը Սուրբ Հոգով լցված առաջնորդվում էր եւ այդ ջրերը տանում էին նրան այնտեղ, որ Աստված կամենում էր։ Նա այլևս ուժ չուներ իր կամքը թելադրելու, նա պարզապես հանձնվել էր Աստծո կամքին։ Եվ այս դեպքում միայն եւ միայն այս դեպքում է, որ հնարավոր է, որպեսզի Աստված կառավարի, Աստված գործի մեր միջոցով, ժողովուրդ ջան, բայց այս ամենը իմանալը բավարար չի։ Մենք մեր մասն էլ ունենք։ Մենք պետքա փնտրենք Տիրոջը, պետքա լցվենք Սուրբ Հոգով։ Ասում ենք լցվենք Սուրբ Հոգով։ Արդյոք միայն եկեղեցի գալով մարդը կլցվի Սուրբ Հոգով։ Սա լավ է, սա կարծես են տոննա, որ եկել ենք սենց լավ համով խորոված քեբաբ ուտենք, պատրաստած լավ փառաբանություն, սենց բայելում ենք Տիրոջ ներկայությունը, բայց որտեղա որ ես լցվում եմ Սուրբ Հոգով, կամ որտեղա որ ավելանում եմ լեցունությունը։ Մի պարզ հարց. եթե ես ամեն օր Սուրբ Գիրք չեմ կարդում, կլցվեմ Սուրբ Հոգով։ Ասում է հոգին, ջուրը եւ այրունը մեկ են։ Այսինքն, եթե չեմ լցվում Աստծո խոսքով, կլցվեմ Սուրբ Հոգով։ Արդյոք հոգին կգործի իմ մեջ։ Եթե չեմ աղոթում, եթե մատների արանքով եմ նայում հոգևոր խնդիրներին, արդյոք կլցվեմ Սուրբ Հոգով։ Պարզ բաներից։ Ասվեց, որ անցյալ շաբաթ խոսվել է որոշում կայացնելու մասին։ Այսօր որոշում կայացնելու օրն է, պարզ, ամեն օր Սուրբ Գիրք կարդամ, ամեն օր Տիրոջ երեսը փնտրեմ։ Որտեղ միայն եւ միայն Տեր Հիսուսը ունի այդ կյանքի ջուրը։ Միայն եւ միայն սրբարանից է դուրս գալիս։ Տեր Հիսուսը ինքն էլ ասեց, որ այն սամարացի կնոջը չէ, ասեց, եթե իմանայր ով է քեզանից ջուր ուզում, դու ինքդ կխնդրեիր։ Ասեց, Տեր, դու նույնիսկ դուլ չունես։ Ասեց, այս ջուրը, որ դու խմում ես հիմա, կծարավես, բայց այն ջուրը, որ ես քեզ կտամ, հավիտյան չես ծարավի, որտեվ այն հավիտենական կյանքի համար է բխում։ Եվ նա զարմացավ ու հարցրեց, Տեր, միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը կառուցեց։ Այո, մեր Տերը ավելի մեծ է, քան ցանկացած ջրհոր։ Մենք շատ տեղերից լցվում ենք, ուզում ենք լեցվել, լեցունություն ենք ձեռք բերում, կարծես թե։ Բայց միակ եւ միայն լեցունության աղբյուրը դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Եվ նա ասաց Հովհաննեսի 7-րդ գլխում, որ մեզանից կյանքի ջրի գետեր կբխի։ Օրհնյալ է մեր Աստվածը, այո, եթե հավատանք նրան, առաջինը մեզ համար, խմենք այդ ջրից։ Բայց ոչ միայն դա, չբավարարվենք դրանով միայն։ Տերն ասում է, որ եթե հավատաս, քեզանից կյանքի կամ կենթանի ջրի գետեր կբխեն։ Պատկերացնում եք, ժողովուրդ ջան, Տերը չի ուզում, որ մենք միայն լցվենք, հակառակ դեպքում չենք կարող գետ լինել, դա կլճանա մեր ներսը, այլ ուզում է, որպեսզի մեզանից բխի, կյանք տա, գնա անապատը ծաղկեցնի, գնա այդ ջրերը, որտեղ որ շատ ձկներ կան, որ կենթանի չեն, կենթանանան, այն ծառները, որ պտուղ չունեն, եւ նրանց տերևները չորացել են։ Տերը կյանքն է եւ կյանքի Աստված է եւ կյանք տվող Աստված է եւ նա ուզում է որ մեզանից դուրս գա այդ կենթանի ջրի գետերը, այսինքն կյանք տվող ջրերը,
որոնք կկենթանացնեն մեր շրջապատում ամեն չորացած բան, բայց միայն այն դեպքում կլինի, եթե մենք մնանք Երուսաղեմում, եթե մենք լցվենք Սուրբ Հոգով, եթե մենք փնտրենք Տիրոջ երեսը, այո, չվստահենք մեր ուժերին, մեր կարողությանը, մեր գիտությանը, օրհնյալ է մեր Աստվածը, ամեն։ Եվ միտեղ էլ կարդանք, որ ասում է այսպես. Եսայիա մարգարեության 43-րդ գլխի 18-19 խոսքում, Եսայիա մարգարեություն 43 18-19 Այսպես է ասում. առաջինները մի հիշեք եւ հին բաները մի մտաբերեք։ Կան մարդիկ, որ մենակ անցյալով են ապրում։ Ասում է առաջինները մի հիշեք, հին բաները մի մտաբերեք։ Ահա ես նոր բան եմ անում, հիմա կհայտնվի։ Միթե չեք իմանա։ Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը։ Ուշադրություն դարձնեք, ասում է մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերն էլ գետեր։ Եվ շարունակության մեջ որ ասում է ինձ պետք է փառավորեն դաշտի գազանները, շագալները եւ այլն եւ այլն։ Այո, հին բաները շատ ժամանակ հիշելով, այ մենք վկայել ենք, մենք ասել ենք, մենք խոսել ենք, մենք փորձել ենք, չի ստացվել։ Չեն ապաշխարել, չեն ուզում, ինչքան կարելի ասել այ մարդ։ Ասում է հին բաները մի մտաբերեք, դրանք մեզ խանգարում են, ժողովուրդ ջան, մեր հին փորձառությունները մեզ խանգարում են։ Ասում է Տերը, ես նոր բան եմ անելու։ Նոր բան։ Տերը կարող է անապատը ծաղկեցնել։ Ինչպես այս կենթանի ջրի գետերով նա կարող է անապատը ծաղկեցնել, նա կարող է չորացած տերևները բժշկել։ Օրհնյալ է մեր Տեր Աստվածը։ Չնայենք մարդկանց, չնայենք ասելով անհնարին է, այլ նայենք Տիրոջը եւ նրա ամենակարողությանը, որտեվ Տերն ասեց, որ եթե մարդկանց մոտ անհնարին է, ամեն բան Տիրոջ կողմանը ինչա հնարավոր է։ Եվ դա ասեց հենց փրկության համար։ Երբ որ տեսանք այն հարուստ պատանին եկավ Տիրոջ մոտ ու պատմությունը չեմ պատմի, նա հեռացավ տխրեց, որ ասենք Տեր Հիսուսն ասեց ծախի ունեցվածքդ եւ ասեց, որ ավելի լավ է, որ ուխտ ասեղից անցքով անցնի, քան հարուստը փրկվի։ Եվ աշակերտներն զարմացան, ասին. Տեր, բայլով կարող է փրկվի։ Ոնց հնարավոր է այսպես։ Ասեց, հենց այդ ժամանակ ասեց Տերը, որ այն ամենը, ինչը որ մարդու մոտ անհնարին է, Աստծու կողմն է ամեն բան հնարավոր է։ Ամեն։ Մեր Տիրոջ մեջ հարցի լուծում կա, պատասխան կա, այո, բժշկություն կա, փրկություն կա եւ նրանով է, որ կարող ենք հասնել մեզ շրջապատող մարդկան, որովհետեւ այս երկրավոր կյանքը 70-80 եւ վերջ։ Մի բան, որ մեր մոտ եմ ասում, որ ժողովուրդ ջան, մեր հետ ոչ մի բան չենք տանելու։ Մենք շատ ժամանակ կառուցում ենք, անում ենք, դնում ենք, լավ է, վատ չի ստեղծել անել, բայց մի բան միշտ հիշենք, ոչինչ չենք տանելու։ Մենք սա գիտենք, բայց այնպես ենք ապրում, կարծես թե տանելու ենք, բայց հաստատ չենք տանելու։ Ոչինչ։ Ուրեմն գնանք ու գործենք Աստծո արքայության համար ու ոչ թե միայն այս ժամանակավոր, երկրավոր, անցողիկ բաների համար, որտեվ երևացող բաները ինչ են, ժամանակավոր են, բայց չերևացողները հավիտենական են։ Ամեն, փառք մեր Տիրոջը։ Կանգնենք մեր Տիրոջ ներկայության մեջ, բացենք մեր սիրտը նրա առջև։ Մեր Տերը այստեղ ներկա է ու պատրաստ է հպվելու քեզ, պատրաստ է հպվելու մեզ։ Այո, Տերը այստեղ ներկա է։ Հավատանք թե չէ, բայց երանի նրան, ով հավատում է, որտեղ նա կհպվի նրան։ Ամեն, օրհնյալ է մեր Աստվածը։ Բացենք մեր սիրտը, այո, խնդրենք Տիրոջից, որպեսզի հպվի մեզ, բժշկի մեզ, առաջին հերթին մեզ բժշկի։ Չլինենք այն գետը, այն ասենք խողովակը, որ արգելափակում է գետի հոսքը, այլ իսկապես խնդրենք Տիրոջը, որպեսզի առաջին հերթին
մեզ մաքրի, մեզ սրբի, թող Սուրբ Հոգին իր կրակով առաջին հերթին մեր մեջ գործի եւ նաեւ գործածի իր փառքի համար։ Օրհնյալ ես Տեր, ամենակարող Աստված։ Այո Տեր, շնորհակալ ենք քեզանից Հայր։ Շնորհակալ ենք Տեր քո կենթանի խոսքի համար, Տեր։ Քո բժշկարար, կենթանարար խոսքի համար, Տեր։ Այո Տեր, շնորհակալ ենք Տեր Աստված ջան, որ ամեն ժամանակ քո Սուրբ Հոգին խոսում է մեզ, Տեր։ Այո Տեր Աստված, եկել ենք քո առջև, Տեր։ Զորացրամ ես Տեր, քո զորության կարողությունով, Տեր։ Այո Տեր Աստված ջան, խոստովանում ենք, որ առանց քեզ ոչինչ չենք կարող անել, Տեր։ Այո, առանց քեզ մեր մարդկային ուժերը, Տեր Աստված ջան, շատ անգամ փորձել ենք ու ձախողվել ենք, Տեր։ Այո Տեր, բայց հավատում ենք, Տեր, որ քեզանով ամեն բան հնարավոր է, Տեր։ Զորացրամ ես Տեր, զորացրամ ես Տեր, զորացրամ ես Տեր, զորացրամ ես Տեր, քո զորության կարողությունով, Տեր, լցրամ ես Տեր, երկնային իմաստությունով, Տեր, գիտությունով, Տեր, առաջնորդիր մեզ, Տեր, զորավոր մեծ Աստված, այո Սուրբ Հոգի Աստված, լցրամ ես քեզանով, Տեր ջան, այո Տեր, եթե տրտմեցրել ենք քեզ, Տեր, ների մեզ, Տեր, այո Տեր, եթե տրտմեցրել ենք ով Սուրբ Հոգի Աստված, ների մեզ, Տեր, եթե նույնիսկ հանգցրել ենք, քո ձայնը լռեցրել ենք, Տեր, խնդրում ենք քեզ Սուրբ Հոգի, խոսա մեր սրտերի հետ, Տեր, այո խոսիր մեր սրտերի հետ, Տեր, ուզում ենք լսել քո ձայնը, Տեր, եւ ոչ միայն լսել, Տեր, նաեւ խոնարհվել, Տեր, այո Տեր, որպեսզի դու կարողանաս, Տեր, տանել մեզ այնտեղ, որտեղ որ դու ես ուզում, Տեր, եւ գործես մեր միջոցով ու հաջողվես, Տեր, փառք քեզ, ամեն, ամեն, Տեր օրհնի ձեզ։